Մարտի 30-ին Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրություններին մասնակցում է մեր քաղաքը Դաշինքը, որի ավականու թեկնածուների ցուցակը գլխավորում է, այսինքն որի քաղաքապետի թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է։ Պաշտոնական քարոզարշավի մեկնարկն ազդարարող այս միջոցառմանը ներկա են մեր քաղաքը Դաշինքի աջակիցները, թիմակիցները, համակիրները, իհարկե ոչ բոլորը։ Այստեղ են նաև Դաշինքի Գյումրիում գործող 4 գրասենյակի աշխատակիցները եւ բնականաբար ավականու բոլոր թեկնածուները։ Այս թիմը քաջ ծանոթ է քաղաքի բոլոր խնդիրներին եւ իհարկե ունի քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր, որին քարոզարշավային 14 օրերի ընթացքում Դաշինքի քաղաքական թիմը կծանոթացնի յուրաքանչյուր գյումրեցու։ Այն ինչ հիմա տեսնում ենք, գեղեցիկ տպագրված եւ մատուցված, դրա հետևում կա թիմային լուրջ աշխատանք։ Մեր քաղաքը Դաշինքի նախընտրական ծրագիրը 12 դրույթներից է կազմված, ասել է թե 12 ոլորտներ։ Ծրագրի դրույթները 86 կետով իհարկե չէին կարող ամբողջապես ընդգրկել քաղաքի բոլոր հոգսերն ու հիմնախնդիրները։ Դրանք ցավոք շատ են։ Կարևորը բոլորը շատ իրատեսական են եւ գործնական կամքի դրսեւորման արդյունքում իրագործելի։ Քաղաքաշինական ոլորտի բարեփոխումները կներկայացնի մեր քաղաքը Դաշինքի ավականու թեկնածու Արա Պետրոսյանը։ Երկրի երկրորդ քաղաքում գլխավոր հադագագծի խնդիր կա, ինչը համոզված եմ, մարտի 30-ից հետո մեր քաղաքը Դաշինքի հաղթանակից հետո մեր թիմի ուժեղ կամքի, կապերի, համառության արդյունքում հնարավոր կլինի ունենալ։ Ես որպես մուշ թաղամասի բնակիչ ուրախությամբ եմ ասում այս մասին, որ մեր նախադրական ծրագրում մուշի հետ կապված շատ ծրագրեր կան, որ մուշ թաղամասում եւ քաղաքում պետք է կառուցենք ու բարելավենք։ Մենք իրականացնելու ենք սոցիալական բնակարանաշինություն, 30-35 տարեկան մաշված կիսակառույցների համալիր ծրագրի իրականացում, վերնանցումների կառուցում եւ շատ այլ քաղաքաշինական աշխատանքներ։ Իսկ զբոսաշրջային զարգացման ինչպիսի առաջարկ է ներկայացնում մեր քաղաքը Դաշինքը, կներկայացնի Դաշինքի ավականու թեկնածու Գյումրի տուր զբոսաշրջային ընկերության հիմնադիր Գոր Թորոսյանը։ Տուրիզմը այն ոլորտն է, որտեղ որ պետք է նոր ներդրումներ, հոգատարություն, որը ես չեմ տեսել որևէ մի քաղաքային կառավարչի օրոք։ Մարտուն Գրիգորյանի հետ անցել եմ երկար ճանապարհ եւ հիմա այստեղ եմ Դաշինքի կազմում, որովհետեւ ինքս հավատում եմ, որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի հետ կարող եմ իրականացնել այն ծրագրերը, այն տեսլականը, որը ես պատկերացնում եմ Գյումրին որպես տուրիստական կենտրոն։ Շատ ծրագրեր ունենք տուրիստական զարգացման հետ կապված, թանգարանների նորարարություն եւ ծրագրերի թարմացում, ծայրամասերին թաղամասերի տուրիստական գրավչության կառուցում, կինոտուրիզմի զարգացում, բայց մենք դրա օրոք կունենանք կետ առ կետ մանրամասնորեն ներկայացնելու մեր ծրագիրը։ Այսօր քաղաքական ուժերը պահից ու առիթից օգտվելու մոլուցկով հյուրախաղերի են եկել Գյումրիում, բայց երկշաբաթյա շոուից հետո նրանք վերադառնալու են։ Իսկ մեզ մնում է բառի ամենաուղիղ իմաստով ընտրելու մեր քաղաքը։ Թույլ տվեք խոսքը փոխանցել մեր քաղաքը Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։ Պետք չէ խաբվել, ու սա շատ կարևոր բան է։ Այս ընտրությունների ընթացքում մենք պիտի լավ հասկանանք ու լավ գիտակցենք ինչին ենք տալու առաջնահերթությունը։ Առաջնահերթությունը տալու ենք փորձին, առաջնահերթությունը տալու ենք այն թեկնածուին, ով որ ունի անցած ճանապարհ, ով որ իմունիտետ է ձեռք բերել իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելու։ 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13 տարին եղել եմ ընդդիմադիր։ 13 տարին ընդդիմադիր լինելով հանդերձ տարբեր տեսակի փորձությունների միջով եմ անցել։ Ինչ իշխանություն, ինչ տեսակի մարդ, ինչ տեսակի մինիստր ու չգիտեմ քաղաքական գործիչի ասես որ չեմ հանդիպել։ Ու այդ ամեն ինչի այդ փորձությունների միջից ես դուրս եմ եկել որպես
գյումրեցի մարդուն որպես քաղաքի տղա ու կարողացել եմ իմ անունս, պատիվս, իմ քաղաքի պատիվը բարձր պահել ու երբևիցե ոչ մեկի առաջ գլուխ չեմ խոնարհել։ Գլուխ չեմ խոնարհել ու չեմ խոնարհելու ոչ մի քաղաքական ուժի առաջ, ոչ մի քաղաքական ուժի ղեկավարի առաջ։ Մենք մեր քաղաքին փորձել ենք ամեն ինչ անել մեր քաղաքի համար, որ մեր քաղաքին երևանցիները չնայեն որպես ռայոնի, չնայեն գյումրեցիներին որպես ռայոնցիների։ Ոչ մի պաշտոնյայի թույլ չեմ տվել ու թույլ չեմ տալու, որ իմ քաղաքին մեր ուժեղ, հզոր, կորուստներով լի, դժվարություններով, փորձություններով անցած քաղաքին նայեն ռայոնի աչքերով։ Տարբեր տեսակի այս ընթացքում խոսակցություններ բոլորի դագանջին հասել է։ Ընդրվան չեն թողալու, տաբալելու են, խլելու են, ժողովուրդ խլում են այն մարդու ձեռքից, ով որ թույլ է, ով որ չի կարող պահել։ Բոլորս ժամանակի ընթացքում ասել ենք, լավ, չկա մեկը, չկա այդպես մի ադմ տղա, որ գա կանգնի, ելնենք կանգնենք այդ մարդու կողքը։ Ելնենք կանգնենք, ցույց տանք, որ այն ինչ որ այս ամեն ինչը այստեղ արվում է, հենց այնպես չեմ, որ մենք համակերպվում ենք այդ ամեն ինչի հետ։ Կա այդ տղեն ժողովուրդ։ Այդ տղեն ծեր դիմաց կանգնած է։ Շնորհակալ եմ։ Նախընտրական քարոզարշավի առաջի օրը պաշտոնապես հայտարարում եմ բոլորիդ։ Իմ հետ կապված չկա ոչ մի բան, որ այս ընթացքում փորձեն օգտագործել իմ դեմ։ Բայց չկա չի նշանակում, որ չի կարող լինել։ Չի կարող հորինվել։ Մենք պիտի ցույց տանք Գյումրեցու թասիբը, Գյումրեցու ճիգյարը, նամուսը։ Մենք պիտի ցույց տանք ու մենք պիտի օրինակը լինենք։ Անտարբերությունը ժողովուրդ գիտեցեք, անտարբերությունը ավիրեց մեզ։ Անտարբերությունը դրա արդյունքում կորցրինք Արցախը, կորցրինք մեր սահմանները, կկորցնենք մեր հայրաքաղաքը եւ չտա Աստված իհարկե եւ կկորցնենք նաեւ մայրաքաղաքը։ Մենք ամեն մեկս նստած մտածում ենք, մեզ չի հասնելու այդ ամեն ինչը։ Արցախցու վիշտը մենք չենք տեսնելու։ Նախ Արցախցու վիշտը մեր վիշտն է։ Եթե կա մեկը, որ մտածում է այդ Արցախցու վիշտն է, այդ մեզ հետ կապ չունի, այդ հայի հետ կապ չունեցող մարդն է։